Երևանի այս թաղամասը ամեն ինչով նման է բոլոր հին ու նոր այլ թաղամասերի։ Երբ է այն կառուցվել։ Մենք այդպես էլ չկարողացանք գտնել մի ստույգ տարեթիվ, բայց 1970-ականները ամենանշանակալին են այժմյան Բանգլադեշի համար։ Այն բաժանված է 7 մասի՝ A1, A2, A3, B1, B2, B3, B4, որոնք կարճ անվանումներով ավելի փոքր թաղամասեր են։ Ասում են այնքան շատ են բախումներ լինում տարբեր թաղամասի տղաների միջև, որ չկարողանալով տարբերակել հակառակորդներին ընկերներից, նույն թաղամասի տղաներն իրար են հարվածում։ Այստեղ առաջին բնակելի շենքերը եղել են 5 հարկանի, որոնք կանգուն են մինչ այսօր, բայց ժամանակի ընթացքում վեր են բարձրացել 9 հարկանի չիբուրաշկա կամ վրացական կոչվող շենքերը։ Հանդիպում են նաև 12, 14 հարկանի, անգամ 16 հարկանի քարե հսկաներ։ Ամեն շենք ունի ամենաքիչը մեկ ցայտաղբյուր նվիրված շենքի բնակիչներից մեկին, որը ըստ ամենայնի շատ բան է արել թե շենքի, թե բնակիչների համար։ Եվ ի զարմանս բոլորի այս ցայտաղբյուրներից քչերն են ձմռան ամիսներին դադարում աշխատել։ Մնացածը տարին 12 ամիս անգամ սառույցների միջից խմելու ջուր են առաջարկում տեղի բնակիչներին։ Թաղամասը բացի այդ բարձրահարկ հրաշք բնակելի շինություններից ունի մի շարք տեղական հրաշալիքներ։ Թեկուզ հենց ամրոցը, այսպես կոչված Կալցևոյը, Զորավար Անդրանիկի արձանը կամ վերջապես Սուրբ Երրորդություն եկեղեցին։ Սկսենք ամրոցից։ Անդրանիկի փողոցի արևմտյան կողմում գտնվում է բոլորին հայտնի ամրոցը։ Ժայռը իր գահից մեզ է նայում քարայծի արձանը, որ ոչ մի կապ չունի ամրոցի նշանակության հետ, պարզապես այն դարձնում է ավելի խորհրդավոր։ Ասում են, որ այդ վայրում պետք է կառուցվեր մանկական խաղահրապարակ, կամ այլ կերպ ասած հայկական Դիսնեյլենդ։ Սակայն տարիների շինարարական աշխատանքները սպանել են սկզբնական գաղափարը, եւ երկար տարիներ փոշու, կեղտի եւ երկաթե ջարդոնների հավաքատեղի լինելուց հետո նրա մի մասը այժմ վերածվել է ավտոկայանատեղիի, մյուս մասը ավտոլվացման կետի, B1 գորգերի ավտոմատացված լվացում եւ car wash ցուցանակներով։ Իսկ մյուս մասում բազմաթիվ նորահարուստներ մեկը մյուսից գնելով կիսաքանդ շինությունը իրենց համար տուն են կառուցում, սակայն դրան դեմ են կարծես ոչ միայն բնակիչները, այլև բնությունը։ Ամրոցից Անդրանիկի փողոցով վերև բարձրանալով կարելի է տեսնել Կալցևոյը, զարդարված մաշտոցյան տառերով։ Սպիտակ, կամարաշար անտիկ ճարտարապետության ոճով կառույցը հիշեցնում է հռոմեական քաղաքներից մեկի Հերասայի հրապարակը, սակայն որոշ բնակիչների կարծիքով այն չի համապատասխանում թաղամասի ընդհանուր տեսքին։ Հենց այստեղ են հատվում Անդրանիկի եւ Ռաֆու փողոցները, վերջինս համարվում է Երևանի ամենալայն փողոցը։ Հենց այս խաչմերուկի մի անկյունում էլ վեր է խոյանում Զորավար Անդրանիկի արձանը, որի անունով երբեմն կոչում են Բանգլադեշ դարձած հարավ-արևմտյան թաղամասը։ Ավագ սերնդի ներկայացուցիչները Բանգլադեշի կենսագրության մեջ հատկապես առանձնացնում են այն օրը, երբ Զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից տեղափոխել են հայրենիք Երևանի Եռաբլուր Պանթեոն, որն ի դեպ գտնվում է հարավ-արևմտյան թաղամասին շատ մոտ։ Ասում են, բոլոր բանգլադեշցիները ոգևորված էին այդ փաստով եւ ասում էին, որ գնում են Անդրանիկ Զորավարի թաղմանը։ Իսկ Զորավարի արձանն էլ դարձավ յուրօրինակ ժամադրավայր։ Հանդիպում ենք Անդրանիկի արձանի մոտ։ Եվ վերջապես ահա Սուրբ Երրորդություն եկեղեցին։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2001 թվականին եւ ավարտվել 2005-ին, երբ կաթողիկոսը կատարել է եկեղեցու ոցման արարողությունը։ Նրա շրջանաձև կառուցվածքի հիմքում ընկած է 7-րդ դարի Զվարթնոցի հայտնի տաճարը։ Եկեղեցական տոներին եկեղեցու բակը իսկական ժողովրդական տոն է հիշեցնում։ 2005 թվականից եկեղեցում ծառայություն է իրականացրել Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Մենք միասին թաղամասի բնակիչներ բավականին երկար ճանապարհ ենք անցել եւ ինձ համար շատ հոգեհարազատ եւ բնականաբար շատ այսպես ջերմ մի անկյուն է քաղաքում, հարավ-արևմտյան թաղամասը, որը պայմանավորված է ոչ թե նրանով, որ ինքը մյուսներից այսինչ կամ այնինչ չափանիշներով ավելի լավն է կամ վատը, այլ պարզապես ինձ համար հարազատ է։ Հարավ-արևմտյան թաղամասում ծառայությունը առաջին հերթին հեշտ էր այնքանով, որքանով ինք ուներ հստակ սահմաններ։ Ես պիտի ընդգծեմ, որ այս թաղամասի դպրոցները, գրեթե բոլոր դպրոցները շատ լավն են։ Շատ հետաքրքիր մշակութային օջախներ ունի այս թաղամասը։ Մյուս կարևոր հանգամանքը բնակչությունը սկզբում իհարկե շատ այսպես մեծ խոչընդոտներ կային բնակչության առումով, այն իմաստով, որ մարդիկ մի տեսակ տարբեր տեղերից հավաքված մի տեսակ
այսպես խումբեր, հետևաբար պիտի տիրապետեի տարբեր մոտեցումների լեզվական, մշակութային, որպեսզի կարողանայի այդ տարբեր մարդկանց հետ լեզու գտնել։ Այս իմաստով շատ ավելի բարդ էր։ Մի տեսակ այս թաղամասը ավելի շատ նաև աչքի ընկնում իր առևտրային որպես գոտի։ Այստեղ տարբեր տեսակի առևտրականներ կան, եւ հետեւաբար մեր առօրյան երբեք տխուր չէր լինում։ Հանդիպում էինք տարբեր տեսակի մարդկանց, եւ այս թաղամասում ապրող մարդկանց, եւ նաեւ այցելուների, որոնք աշխատանքի կամ գործի բերում գալիս էին եւ գնում էին։ Ընդհանուր առմամբ երևի այս իրողությունները կարող եմ հիշել։ Երևի քչերը գիտեն, որ մեր երկրում բացի Երևանյան Բանգլադեշից կա նաև մեկ ուրիշ Բանգլադեշ կոչվող թաղամաս, որը գտնվում է Վանաձորում։ Միգուցե ուրիշ Բանգլադեշեր էլ կան, բայց մենք չգիտենք դրանց մասին։ Միգուցե շատ ավելի հեռու են, փոշոտ ու փոքր, բայց հնարավոր է, որ շատ ավելի Բանգլադեշ են։ Սակայն ոչ մի ուրիշ Բանգլադեշ չի կարող մեր աչքը մտցնել ավելի հետաքրքիր պատահականություն։ Պարզվում է, ասիական պետության Բանգլադեշի բնակչությունը ահռելի է, մոտ 143 միլիոն մարդ, եւ ահա զարմանալին, մեր Երևանյան Բանգլադեշի բնակչությունն էլ մոտ 143,000 մարդ է։ Բայց ինչպես լցվեցին այս թաղամասի բազմաթիվ շենքերը, բակերը։ Խորհրդային տարիներին շատ ընտանիքների տուն են տվել, մեկին որպես հիմնարկության աշխատողի, մյուսին որպես փոխհատուցում կենտրոնի նրանց քանդած բնակարանների դիմաց։ Այդ ժամանակ կենտրոնից տեղափոխված բնակիչներին դա աքսոր էր թվում։ Նրանք ամեն անգամ աշխատանքի կամ որևէ այլ տեղ գնալու համար քայլում էին դեպի ամենամոտ կանգառը եւ կանգառ հասնելու համար անցնում մոտ այնքան ճանապարհ, որքան կլինի Փակ շուկայից մինչեւ Պուշկինի դպրոցը։ Շուտով այստեղ տեղափոխվեցին նաև բազմաթիվ ընտանիքներ Հայաստանի տարբեր մարզերից։ Եվ պատկերացրեք Երևանի կենտրոնից եւ տարբեր գյուղերից եկած երեխաները խաղում են միմյանց հետ։ Եվ այսպիսով ձևավորվում է բանգլադեշցու կերպարը եւ ժարգոնը։ Մեզ արդեն հայտնի Անդրանիկի արձանից Սուրբ Երրորդություն եկեղեցի ընկած հատվածում գտնվում էր այժմյան Մալաթիայի շուկան, որտեղ մութ ու ցուրտ տարիներին մարդիկ վաճառում էին այն, ինչ ընկնում էր ձեռքի տակ։ Ժամանակի ընթացքում շուկան տեղափոխվեց դեպի արևելք եւ զբաղեցրեց սովետական գոմերի տարածքը։ Երևանի որ անկյունում էլ լինեք, կարող եք հարցնել ցանկացած անցորդի եւ նա կճանաչի Մալաթիայի շուկան։ Խորհրդային միության տարիներին կառուցվեց Հայաստան կինոթատրոնը, որը հայտնի էր մասնավորապես դասից փախչող աշակերտների շրջանում։ Երկար ժամանակ որպես կինոթատրոն շահագործվելուց հետո մոտ 2 տարի առաջ կինոթատրոնը կրկին բացեց իր դռները կինոսերների համար։ Հայաստան կինոթատրոնի հարևանությամբ են գտնվում նաև շատրվանները։ Դրանց կողքին տարածվում է կանաչապատ այգին, որտեղ կարելի է գտնել նշանավոր մարդկանց արձաններ եւ դիմանկարներ։ Երեկոյան ժամերին այստեղ շատ մարդաշատ է։ Կարելի է տեսնել ինչպես են զբոսնում, զրուցում, իրենց երեկոյան ժամանցն անցկացնում թե ավագ, թե երիտասարդ բանգլադեշցիները։ Այժմ եկեք ծանոթանանք բանգլադեշցիներից մի քանիսի հետ եւ լսենք, թե ինչ կարծիք ունեն մեր թաղամասի մասին։ 1984 թվական երբ հասել ենք ապրում, շենքերը քանդեցին, տեղափոխվեցին։ 72 թվականի ապրիլի 24-ից հիմնարկեց։ Գեոդեզային ինստիտուտը կոչվում։ Բանգլադեշում ես սիրում եմ ստեղի օդը լավն է, քաղաքացիները լավն են, ընկերներ լիք ունեմ։ Բանգլադեշում այդ երիտասարդների առօրյան, այդ ամեն ինչ է տաժը լրիվ ուրիշ է ստեղ։ Այս այգին, որ սարքել են, ինձ դուր է գալիս, թորներից է դուրս են գալիս, խաղալապարակում խաղում է։ Կա ժամանակ անցկացնելու տեղ երեխաների համար ստեղծել է։ Համատած մյուս մասերի, քաղաքի շատ մասերի հետ է կառավարություն։ Մեր այգիները արձաններ են շատ, որտեղ շատ արձաններ ունենք, որ լավ բաներ է հիշացնում։ Հանգստություն։ Սկզբից չէինք սիրում, բայց հիմա արդեն սիրունացել է, կանաչապատվել է, գեղեցկացել է, լավ է հիմա, ամեն ինչ լավ է։ Մաքրությունը արդեն պահպանվում է, այն ժամանակ փոշին չկա, առանց շատ ահավոր էր, հիմա շատ լավ արդեն։
Բանգլադեշում սիրում եմ այգիները, արձանները, որ լիքը ընկերներ ունեմ, հետները շփվում եմ, որ այս այգին սարքեցին ավելի լավ դարձավ, այն վաղտ ավելի վատներ։ Խանութներ կան, բանկեր կան, առևտրի սրահներ կան, մթերային խանութներ կան, հարմար է, ես Բանգլադեշ սիրում։ Դե մարդիկներում կե բոլորն հայեր են, ոսո տարբերություն չկա, կենտրոնի հայնա թե Բանգլադեշ։ Չգիտեմ, երբ շենքեր եկա կճացնել։ Տարբեր խմբակներ բացեի, որ բոլոր կարողանային գային, որտեղ որ ինչ-որ բան սարքաշի վերանորոգեի, փողոցները։ Ընդհանրապես, որ ես մտնում ես Բանգլադեշ, քանթի խուժան շուկաները կվերացվեն ժեշտից շուկաները։ Թումոն, որ եբան Լենինգրադյանը կա։ Էդիկ ուզում եմ կարողացնել։ Նախ կհետևեի մաքրությանը։ Դե արդեն կինոյի տերը վերցրել է այդտեղ մանկական սրճարանը սարքում այգի կա, այլ ինչ է, ես ինչ եմ, 10 հատ խանութ կա մի փոքր տեղում։ Մենակ այն մի փոքր տեղը այսբերգ է դարձել, որ սառույցներով ամեն օր բակերը ահավոր է։ 3 շենքում մի հատ փոքր բակ է, ու օրական 1000 հատ մեքենա է մտնում դուրս գալու, ու այդ սառույցը կոտրում է մեքենաները, ոչ մեկի պետք չի, 21-ի պետք չի, ընդհանրապես այդքան տեղն է որ ու լուսավորություն չկա։ Այս դեղատան մոտից մինչև այն պոչտան լուսավորություն չկա, շատ մութ է, որտեղ օրական 1000 հատ մեքենա մտնում դուրս է գալիս։ Որ ալիքնացից տալու։ Բանգլադեշցիները շատ տարբեր են։ Առավել հայտնի է Բանգլադեշի քյարթու համայնքը։ Նրանք իրենց հպարտորեն կոչում են բանգլադեշցի կամ օրինակ բմեկցի։ Հայտնի են նաև ամեն բակում նարդի կամ շախմատ խաղացող պապիկները եւ իրար կողք նստած տատիկները, որոնք հետևում են ամեն մի քայլիդ։ Կուզենայինք ծանոթացնել ձեզ նրանց հետ, բայց եղանակային ցուրտ պայմանների պատճառով նրանք միառժամանակ լքել են իրենց դիրքերը։ Իսկ եթե ուզում եք գալ այստեղ եւ իմանալ վերջին իրադարձությունների մասին, ապա կես ժամ անցկացրեք փոքրիկ վարսավիրանոցներում, որտեղ ձեզ ջերմ կընդունեն եւ կպատմեն ամեն ինչի մասին։ Չի կարելի խոսել Բանգլադեշի մասին եւ լռել ազատամարտիկ Վահան Զատիկյանի, Մալաթիա Սեբաստիա համայնքի ամենանշանավոր վարչական ղեկավարներից մեկի մասին։ Նա լինելով համայնքի առաջին թաղապետը, փոշոտ Բանգլադեշի մի մասը զարդարել է պտղատու ծառերով։ Հենց նրա անունն է կրում Զորավար Անդրանիկի արձանին հարակից այգին։ Վահան Զատիկյանը մահացել է 42 տարեկան հասակում, ըստ պաշտոնական վարկածի սրտի կաթվածից։ Թե ինչ է եղել իրականում դժվար է ասել, դա կարող է համարվել Բանգլադեշի մութ էջերից մեկը։